Եթե դիտարկենք շատ հեռահար ապագա, ապա գուցե եւ ինչ-որ տրամաբանություն այստեղ լինի, բայց եթե դիտարկում ենք այն ուղղությունները, որոնցով այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում է աշխատել միջուկային էներգետիկայի ոլորտում, ապա այստեղ իհարկե բազմաթիվ հարցեր են առաջանում։ Շատ ճիշտ նշեցիք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում չկա նման փորձ, այն նախագծերը, որոնք այսօր իրականացվում են Միացյալ Նահանգներում, բախվում են բազմաթիվ խնդիրների եւ օրինակ եթե անդրադառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային ոլորտի գլխավոր ռեգուլյատորին, կառավարության կից գործող եւ անդրադառնանք այդ կառույցի կողմից հրապարակող զեկույցների, մամուլի հաղորդագրությունների, մենք կտեսնենք, թե ինչ տարատեսակ եւ տեխնիկական, եւ տնտեսական, եւ կոմերցիոն խնդիրների են բախվում այդ նախագծերը։ Իդեպ առաջին նախագիծը Միացյալ Նահանգներում ակնկալվում է, որ շահագործման կհանձնվի 2031 թվականին, այդ էլ հստակ չէ։ Բայց կա աշխարհում այսօր երկու երկիր, որոնք ունեն որոշակի փորձ այս ուղղությամբ, խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է, ակադեմիկոս Լոմոնոսով Սարցահատ նավի վրա շահագործող Rhythm 200N մոդուլային ռեակտորի մասին է խոսքը, որի դեպ Ռոսատոմը նաև առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը, եւ Չինաստանում իրականացված մոդուլային ռեակտորի նախագիծ։ Տեսեք, բայց միջուկային էներգետիկայի ոլորտում հաշվի առնելով մեր վերջին արտաքին քաղաքական զարգացումները, ակնհայտ է, որ Հայաստանը նախապատվություն է տալիս Վաշինգտոնին, ստորագրելով այդ հայտնի 1-2-3 համաձայնագիրը, ճիշտ է։ Հարցը երբ որ դիտարկում ենք իրավական տրամաբանության մեջ, ինչ է այդ 1-2-3 համաձայնագիրը։ Դա համաձայնագիր է, որը ընդհանրապես թույլ է տալիս վերացնել, հանել այն սահմանափակումները, որոնք կարող են լինել Միացյալ Նահանգներից միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար։ Բայց դա դեռևս չի նշանակում, որ այդ տեխնոլոգիաները պետք է արտահանվեն եւ գետնի վրա ինչ-որ գործընթացներ կսկսվեն։ Հաշվի առնելով վերոնշյալը, այսինքն որ Միացյալ Նահանգները դեռևս չունեն անհրաժեշտ փորձ եւ չունեն հաջողությամբ պսակված որևէ նախագիծ, սա ինձ թույլ է տալիս գալու են եզրակացության, որ այս կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը հաստատի դիտարկվում է այդ արտաքին դերակատարների կողմից որպես փորձադաշտ սեփական նախագծերը մոդուլային դեռևս չստացված նախագծերը գնահատելու ուժեղ եւ թույլ կողմերը ռիսկեր եւ հնարավորությունները գնահատելու համար։ Եվ պարոն Դավթյան, տեսեք, հայկական ԱԵԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2030 թվականը, նաեւ այնտեղ կա, որ պայմանագրով, եթե օրինակ պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով 10 տարի, եթե կողմերը համաձայնեն, միասին կնքում են 10 տարի ավել երկարացնելու պայմանագիրը։ Հիմա տեսեք, այստեղ վտանգ չկա, որ ամեն դեպքում, եթե կնքվի այդ պայմանագիրը, նախ դա խոչընդոտելու է ամերիկյան այդ մոդուլային ԱԵԿ-ի կառուցմանը, եւ ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ ամենաբարձր մակարդակով ասել է, որ Վաշինգտոնը ատոմային նախագծերի շուրջ չունի այն բավարար փորձը, ինչ որ Ռուսաստանը, եւ Ռուսաստանի կողմից դրա կառուցումը կամ շահագործումը ավելի մատչելի է, քան ամերիկյան կողմից։ Անշուշտ դա այդպես է որ կա, ես կարծում եմ, որ չնայած այն քաղաքական հռետորաբանությանը, որը բանեցվում է այս ընթացքում, հատկապես Վենեսիայից ի վեր, չնայած դրան Երևանում քիչ թե շատ կա ըմբռնում այս բոլոր խնդիրների, որոնք մենք ձեզ հետ եւս այժմ բարձրացնում ենք։ Եվ որպես դրա վառ ապացույց ես կարող եմ բերել Նիկոլ Փաշինյանի ելույթ ազգային ժողովում, եթե չեմ սխալվում, Վենեցիա այցի հետ հաջորդ օրը, երբ նա խոսեց այն մասին, որ այո հնարավորություն կա մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկի կյանքը շահագործումը երկարացնելու ընդհանուր մինչև 2046 թվական եւ դիտարկեց դա որպես շատ հեռանկարային սցենար։ Ինչի մասին է սա վկայում։ Վկայում այն մասին, որ այո կան որոշակի արտաքին պարտավորություններ։ Այո կա շատ հստակ փորձ եւ փորձեր եւ ջանքեր, ուրեմն Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտոր ամբողջությամբ փոխելու, Ռուսաստանի ազդեցությունը այստեղ նվազեցնելու համար եւ այլն, այո։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ են մեծ հզորության ատոմային ուրեմն ատոմային ռեակտոր։ Անհրաժեշտ են ավանդական հզորություններ, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, որոնք թույլ կտան Հայաստանից կայուն էլեկտրաէներգիա արտահանում իրականացնել։ Եվ ես կարծում եմ, որ մինչև 36 թվական, այնուհետև նաև մինչև 46 թվական մեծամորի երկրորդ բլոկի շահագործման երկարացումը այս առումով մեզ դեռևս
այսպես հա կպահպանի ինչ որ իմաստով անվտանգության կամ կանխատեսելիության տիրույթում, եթե իհարկե ինչ որ ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն։ Այն ինչ որ այսօր իրականացում է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, մենք կարող ենք պայմանականորեն անվանել միջուկային կամ ատոմային դիվանագիտություն, որը ունի շատ հեռահար նպատակներ, այո, բայց այս պահի դրությամբ եւ միջնաժամկետ անգամ կտրվածքում մենք չենք տեսնում ռեալ նախադրյալներ մոդուլյար ռեակտորի կառուցման համար Հայաստանի Հանրապետությունում, որպես տարբերակ կամ որպես մոդել, ես օրինակ կառաջարկեի Հայաստանի Հանրապետությանը գնալ հետևել տարբերակով, օրինակ ինչ արեց վերջերս Ուզբեկստանը։ Ուզբեկստանը մենք գիտենք, որ նոր է սկսում զարգացնել միջուկային հզորությունները եւ ընդհանրեն ամիսներ առաջ որոշում կայացեց միաժամանակ գրեթե նույն հարթակի վրա իրականացնել երկու նախագիծ։ Մեծ հզորության ատոմային ռեակտոր, խոսքը ռուսական VVR 1200 մեգավատանոց, ուրեմն այդ մոդելի մասին է, եւ դրան զուգահեռ դրա հարևանությամբ կառուցել նաեւ այդ փորձարարական մոդուլային ռեակտորը։ Սա ես կարծում եմ այդ համակցումը, այդ համադրումը երկու տեխնոլոգիաների շատ հետաքրքիր է եւ մի կողմից ապահովում է եւ էներգետիկ անվտանգությունը, դարձնելով այն ավելի կանխատեսելի։ Մյուս կողմից այո, ապահովում է որոշակի նորարարական զարգացում, որը ակնհայտ է, որ միջուկային էներգետիկայի տիրույթում եւս տեղի է ունենում։ Սրա հետ մեկտեղ շատ ավելի հեռանկարային ու հետաքրքիր կլիներ, եթե հայկական կողմը այս փուլում խոսեր ոչ այնքան մոդուլային ռեակտորների մասին, ինչպես այն նորարարական տեխնոլոգիաների մասին, որոնք այսօր Ռուսաստանում եւ Չինաստանում կիրառվում են, խոսքը օրինակ ուրեմն արագ նեյտրոնների վրա աշխատող ռեակտորի մոդելի մասին է, որի տեխնոլոգիաները ես կարծում եմ Ռոսատոմը անհրաժեշտ բանակցությունների հետևանքով պատրաստ կլինի տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության, այսինքն սա իսկապես կլիներ քայլ ուղղված Հայաստանի էներգետիկ եւ ավելի լայն տեխնոլոգիական զարգացմանը։ Մոդուլային ռեակտորների շուրջ այդ խոսույթի զարգացումը ես կարծում եմ ավելի շատ խնդիրներ է առաջացնում թե մեր էներգետիկ անվտանգության, թե էներգետիկ քաղաքականության համար։